Ուր աղջիկը սրա։ Ինչ է եղել։ Ինչ է արել։ Ինչ է կատարում բացատրի ինձ։ Դու հերդ ձեր կյանքով եք պատասխան տալու։ Ողջ կթաղեմ երկուսիդ էլ։ Լսում ես ինձ։ Դուք երկուսիդ էլ նստեք ու մենակ աղոթեք, որ հետը մի բան չլինի։ Որ ոստիկանություն ա գալու։ Ես գիտեի, որ ոչ մի մեղք անպատասխան չի մնա, բայց չգիտեի, որ այդ պատասխանը կարա անեծք դառնա ու հետապնդի մեզ։ Հա, անեծկա, Անիկ, անեծկա, որովհետև մահն անգամ պատրաստ չէ ինձ ընդունելու, անեծկա, որովհետև ես ամեն ինչ անում եմ, որ մեռնեմ, անգամ դրան չեմ արժանանում։ Գիտես ինչի չես մեռնում, որովհետև մեղքերդ այնքան մեծ են ու շատ, ու մինչև հիմա դրանց պատասխանը չես տվել, այդ դրա համար։ Ու քանի գնում այդ մեղքերդ այնքան են մեծանում, որ արդեն հասել են մեզ, ու մեր կոկորդին են փաթաթվում։ Քեր ինչ նորություն կա, ոնց է Սոնան։ Ընդհանրապես նորություն չկա, բժիշկը դուրս չի եկել։ Ես Սոնայի հայրն եմ, ուզում հասկանամ ոնց երեխեն։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Ստամոքսի լվացում են կարել, բայց դեռ չգիտեմ ինչ կարող է լինել։ Իսկ գոնե արթնացել է գիտակից է բժիշկ։ Չէ, գիտակցություն չկա։ Այս պահին սարքեր ենք միացրել։ Ամեն պահի սպասում ենք, որ ուշքի կգա։ Ամեն դեպքում պետք չէ հույսը կորցնել։ Իսկ մեզնից ինչ է պահանջվում։ Ինչ ասեք կանենք, մենակ Սոնան փրկվի։ Այս պահին բոլոր միջամտություններն արված են։ Կամ ուշքի կգա Սոնան, Կամ էլ ինչ։ Ավելի հաճախ պատահում է, որ հիվանդը կոմայի մեջ է ընկնում։ Հուսով եմ գիտեք կարգը։ Մենք ոստիկանությանը տեղեկ ենք պահել դեպքի մասին։ Սա հստակ ինքնասպանության փորձ է, ու պատկան մարմիններին զգուշացնելը դա մեր պարտքն է։ Հիմա մեզ բոլորիս մնում է սպասել։ Դու ինձ բացատրություն չունես տալու արա։ Խոսա, արդարացի, մի ձև արդարացում գտի։ Բացատրի արա, ոնց է տենց ստացվում, հա։ Գիտեք, տուն ու տեղը թողել եկել է մոտդ, ուրեմն անտեր աղջիկա ինչ ուզեք կանեք։ Հա։ Խոսա, մի բան խոսա, որ կաշիդ փրկես արա։ Քեզ էլ հորդ էլ մնացածին էլ կլցնեմ մի հատ տան մեջ կվառեմ արա, եթե հանկարծ Սոնայի մազը ծռվեց։ Առանց այդ էլ դրա համար լիքը պատճառներ ունեմ։ Խոսա։ Հավաքի քեզ Այգո։ Եթե հիմա այստեղ պատասխան չեմ տալիս քեզ, այդ չի նշանակում, որ պիտի լեզվիդ ազատություն տաս արա։
Բա տուր այդ պատասխանը, ես էլ դրան եմ սպասում։ Տուր այդ պատասխանը, ո՞նց է ստացվում, որ քուրս այդ դեղերը խմել է, հա։ Ո՞նց է ստացվում, արա խոսա։ Լավ, խնդրում եմ, հանգստացեք, մի մոռացեք որտեղ ենք։ Ոչ մեկս ուրախ չենք, որ Սոնան հիմա ստեղ է։ Բայց եթե հիմա անգամ իրար սպանեք, դրանով Սոնային չեք օգնելու։ Չի պատասխանում։ Փողոչում եմ Տեր Աստված ունենց հարավոր Սոնան փրկավի, խնդրում եմ։ Անիկ, ինչի ենք նստել, արի վեր կենանք, գնանք հիվանդանոց։ Քեզ թվում է ես չեմ ուզում, բայց դու մի պահ պատկերացրու, եթե մենք ընդեղ գնանք ու Սոնայի հայրը կամ աղբերները տեսնեն քեզ, ինչ կլինի։ Մեզ եղածը քիչ էր, նոր մարդասպանություն չէ հեսա քո։ Իմ սիրտն էլ է պայթում ստեղ նստելով, բայց դու մեզ ուրիշ տարբերակ չես թողել։ Անիկ, ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ էլ փախնում եմ այն ամենից, ինչ եղել է։ Արի գնանք հիվանդանոց։ Գալիս ես, դու գիտես, չէ, ես մենակ եմ գնում։ Դու ոչ մի տեղ չես գնում։ Լուրջ ես ասում։ Հա։ Պետք էր մնացել պակասին ծողություն տա Իրանիկ։ Ոստիկանությունն է։ Ուր գնաս քերին։ Բարշի։ Մտածում ես Սակայի մոտ է գնացել։ Հա, հաստատ։ Կարող եմ մենք գնանք։ Մի քո սպասի, ես հեսա կգամ։ Լավ չես զգում քեզ։ Չէ, լավ է։ Հեսա կանցնի։ Արի, ուզում ես բժշկի մոտենանք։ Չէ, նորմալ է ամեն ինչ, ուղղակի երևի լարվեցի դրա համար ասենց։ Կանցնի հեսա։ Իսկ ինչ են անում սենց դեպքերում, կասես, ես չգիտեմ, մասա ինչով օգնեմ քեզ։ Հայկ, ես գիտեմ, որ հիմա անիմաստ է ձեզ խնդրել, որ դուք չվիճեք Վռամի հետ, որովհետև դուք Սոնայի աղբերներն եք ու Սոնան հիմա անգիտակից է։ Բայց հավատա, Վռամի սիրտը պակաս չի ցավում Սոնայի համար։ Վռամը իմ կողքն էր, երբ որ մաման զանգեց ու ասաց, որ Սոնան հիվանդանոցում է։ Հավատա, Վռամը շատ է սիրում փոքրոջը ու պատրաստ է անգամ աշխարհը շուռ տալ իր համար։ Նարե, աշխարհը շուռ տալ պետք չի։ Ընդհանրապես պետք է պաշտպանել քրոջս։ Մարդը ուղակի ինքնասպանության փորձ չի անում, չէ՞։ Սոնան ինքնասպանության փորձ չի արել։ Ձեռս Արմեն։ Դու վերևում չէի, որ բժիշկը պատմում էր, թե ինչ ա եղել։ Այդ
Ջուրը, որը լցված է եղել դեղերով, papan ինքը իր համար է պատրաստած եղել, ոչ թե Սոնայի։ Սոնան շփոթել է ու վերցրել է այդ բաժակը, խմել է։ Ես հասկանում եմ, որ անհավանական է թվում, բայց հավատա, տենց է եղել։ Հիմա ինչքան էլ որ հորդ պաշտպանես, Նարե, դրանից իրավիճակը չի փոխվում։ Հայք, ես ոչ մի բան չեմ հորինում։ Հավատա, ես այն մարդն եմ, ով ամենակիչն է իր հոր կողքը կանգնած, որ մնաց ես հիմա պաշտպանեմ իրան։ Ես այդ տնից հենց դուրս չեմ եկել։ Հա, ինչքան էլ սիրտս ցավում է հիմա այս ամեն ինչը ասելուց, բայց papan արդեն շատ երկար ժամանակ է հոգեկան խնդիրներ ունի ու գնալով վիճակը սրվում է։ Ես դրա համար եմ տնից դուրս եկել, որ իմ հղիությանը սպառնող ոչ մի բան չլինի։ Բայց Վրամին մենակ եմ թողել այդ ամեն ինչի հետ։ Հասկացի, ինքը մեր papan է, գողա, մարդասպանը, խելագարը, կապ չունի ով է, կապ չունի ինչ է, մեր papan է, մենք չենք կարող իրանից հրաժարվենք։ Ես հասկանում եմ, որ իրավունք չունեմ հիմա ոչ մի բան ասելու, որովհետև դուք էլ եք անհանգստանում։ Բայց խնդրում եմ, ուղղակի արի սպասենք, թող Սոնան արթնանա։ Ես վստահ եմ, որ կարթնանա, զգում եմ։ Եթե հիմա դանակն էլ դնես Վրամի կոկորդին, ինքը ոչ մի բան չի անի, այդքան ջախջախված է։ Որովհետև դժվար է ապրել, երբ գիտես, որ սիրածդ մարդը կողքի հիվանդասենյակում կյանքի համար է պայքարում։ Նարե լավ չես։ Հարի մոտենանք բժշկի էլի, ոնց էլ չլինի մեծ հիվանդանոց է, մասնագետ կլինի։ Չէ, էլի խնդրում եմ, ես հենց այդ հիվանդանոցի պատերից էլ ճնշվում եմ։ Դե ինչ անեմ, ուրեմն արի գնանք կողքի այգում նստենք, գոնե մի քիչ մաքուր օդ կշնչես։ Դու գնա, հա։ Ես արդեն լավ եմ։ Հիմա ամեն ինչ կանցնի։ Այսինքն ինչ ես ուզում հիմա անեմ, գրկեմ տանեմ, որ կապրիզներ չանես։ Չեմ տանում քեզ փակեմ ինչ որտեղ որ վախենում ես, գնում ենք ընդամենը մի քիչ մաքուր օդ շնչես ու գանք։ Ասում եմ բժշկի մոտենանք, համաձայն չես, ասում եմ գնանք այգի, համաձայն չես, ինչ ես ուզում։ Տուն տանեմ քեզ։ Ես հիմա կգնամ այգում մի քիչ կքայլեմ, կանցնի ամեն ինչ։ Դե գնացինք։ Աբու, Ուրա, ով, ես կոմարի։ Ստեղ ես։ Ստեղ է։ Ես գիտեի, որ դու գալու ես։ Լսի, ես իմ կյանքում շատ սխալներ եմ արել, բայց ամենամեծ սխալս եղել է այն, որ քեզ ողջ եմ թողել։ Ոչինչ, եկել եմ սխալս ուղղելու։ Հետս հարց ունեիր, գայր նստեիր տղավարի հետ հարցդ լուծեիր, հարցիդ պատասխանն ես ստանայիր։ Որոշել ես երեխուս ինքնասպանության հասցնես այս շակալ։ Ես Սոնային ոչ մի բան չեմ արել։ Նա դու իմ երեխու անունը իրավունք չունես տալու։ Լսի ինձ ուշադիր, իմ դեմ արած քայլդ մի կերպ կուլ տվեցի, բայց իմ երեխու մազին կպնողը կյանքով է պատասխան տալու։ Դու կարող ես մտածում ես աղջկա տղու տեղը չգիտեմ, բայց իմ ու քո տարբերությունը այն է, որ ես իմ հարցերը տղավարի եմ լուծում։ Վախից բնիցը դուրս չես գալի։ Դու որ ես իմ հարցերը հենց տեղ կլուծեմ։ խնդրում եմ աբու, տենց բան չանես։ Անիկ, սուս մնա, դուրս գնա ստեղից։ Աղաչում եմ աբու, չանես, խնդրում եմ։ Դուրնը։ Անիկ։
հասկանում։ Ըստ ձեր ընտանիքում բնավորություն է դարձել, գալ մտնել իմ տուն, զենքը պահել վրես, այդքան ռիսկ չունեք, որ կրակեք, դե կրակի, կրակի։ Ոստիկանությունից է դուրը բաց կանեք։ Անիկ, Ես քեզ չի փրկելու։ ես փրկվելու մասին չեմ էլ մտածում։ Քննիչ Սարգսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա Ադամյանների տունն է։ Հա, Ադամյանների։ Մենք ձեր հարսի Սոնա Սահակյանի գործով ենք եկել։ Կարող ենք ներս գալ։ Ահա, իհարկե, համեցեք։ Չմտածես է, որ սրանց գալով քո կյանքը փրկվելու է։ Ես իմ սխալը պետք է ուղղեմ։ Քննիչ Սարգսյան, ինչ է այստեղ կատարվում։ Զենքի կիրառումը ինչպես կբացատրեք։ Մենք այստեղ ուրիշ հարցով ենք եկել, բայց ինչքան հասկացա, ձեզ համար շատ անհարմար պահի հայտնվեցինք։ Կբացատրեք ինչ է այստեղ կատարվում։ Լռում եք, հա։ Լավ։ Որքան հնարավոր է շուտ դուք պետք է բաժին ներկայանաք։ Ձեռդ քաշի։ Ձեր ընդդիմանալը վնաս ձեզ է խոսում։ Ես խոսակցությունը կիսատ եմ մնում։ Եվ ինչ կիսատ մնացած խոսակցության մասին էր խոսքը։ Խիստ անձնական։ Սա քո իսկ ավելի ճիշտ չի լինի, որ Կարող եմ նստել։ Նիկո, ինչ կա, Սոնայից ինչ նորություն կա, ինչ են ասում բժիշկները։ Սպասում ենք։ Բայց ինչի է որոշել այդքան տեղ խմի։ Ինչի է որոշել, որ կյանքին պետքա վերջ տա, ախր այդ Սոնային ընդհանրապես նման չի։ Խեղճ ընկերուհիս իբր գնաց այդ տուն, որ երջանկություն գտնի, ոչ մի անգամ չլսեցինք, ոչ էլ տեսանք, որ երջանկություն գտավ։ Ոչինչ։ Այդ բոլոր հարցերը համ կպարզենք, համ կլուծենք։ Հիմա ամենակարևորը այն է, որ Սոնան ուշքի գա։ Շնորհակալ եմ։ Լավ ես արդեն։ Հա, արդեն լավ եմ։ Երեխեն էլ է լավ։ Հենց մի քիչ հոգնած կամ անհանգիստ եմ լինում, ներսից այնքան ախոփում, որ գնամ հանգիստ միջավայր կամ պարկեմ։ Որ ինքը իրան լավ զգա։ Դեռ չի ծնվել, բայց հստակ բնավորություն ունի։ Ինչ տարօրինակ է, չէ՞։ Արդեն երկար ժամանակ է, որ սենց հանգիստ ու խաղաղ չենք խոսել իրար հետ։ Ամեն անգամ կռիվ էինք անում։ Ինչի՞ է տենց։ Ոնց։ Դե որ մենակ բուռն պատերազմներից հետո է գալիս այդ իրական խաղաղությունը։ Միջև արևը երկար ժամանակ չի վառում, անձրևի կարևորությունը չենք հասկանում։ Ինչի՞ է միշտ տենց։
Նարը մենք ինչքան էլ այս աշխարհում լիքը բաների հետ համաձայն չլինենք, կա մեկը, որ շատ բան է փոխում։ Ու ես ու դու եթե անգամ իրար շատ բան ունենք ասելու, կռիվ ունենք անելու իրար հետ, մեկը այդ մեկի հայտնվելուց հետո լիքը բան փոխվում է։ Ու հիշում ես ինձ որ ասում էիր գնա ու էլ մի արի, դու էլ գիտեիր որ տենց չի լինելու։ Դու էլ գիտեիր որ ես չեմ թողնելու, որ իմ երեխան առանց իր հորը ճանաչելու ու իմանալու մեծանա։ Հայկ, հասկացի, մենք ուղղակի բարկացած պահերին ասում ենք ինչ-որ բաներ, որ մեր ներսի փոթորիկը կհանգստացնի։ Ես իրականում երբեք չեմ ուզել երախուն քեզնից հեռու պահեմ։ Ուղղակի Ինչ ուղղակի։ Փաստորեն առաջինը դուք եք Սոնային ուշագնաց վիճակում տեսել։ Իմ ձեռքերի մեջ է գիտակցությունը կորցրել։ Սարգիս, իսկ միգուցե դուք ձեր անմիջական մասնակցությունն եք ունեցել այդ ինքնասպանության փորձին։ Մի այլ տարբերակ էլ կա, Սարգիս։ Միգուցե այս պարագայում խոսքը ոչ թե ինքնասպանության, այլ մահափորձի մասին է, ձեր հարցի նկատմամբ։ Պարոն քննիչ, իմ հարցի դեմ ուղղված ոչինչ չի եղել, ոչ մի բան։ Սարգիս, խոսքը շատ մեծ քանակությամբ դեղերի մասին է։ Դեղերը փշրված են եղել, եւ դրանք խմել են, ընդունել են ջրով։ Սովորաբար, երբ խոսքը գնում է ինքնասպանության մասին, մարդ ուղակի դեղերը կուլ է տալիս։ Իմ կարծիքով այստեղ ամեն դեպքում մահափորձի մասին է խոսքը։ Այդ դեղերը ինձ համար է եղել։ Ձեր։ Այո։ Այդ ես եմ բաժակի մեջ լցրել այդ դեղերը։ Մինչև աչքս թերթեցի, Սոնան արդեն վերցրել էր բաժակը ու կեսը խմել էր արդեն։ Ուզում եք ասել, որ դուք եք ինքնասպանության փորձ կատարել, բայց ինչի՞։ մենք անընդհատ փորձում ենք փախնել իրարից։ Բայց հասկացի ժամանակն է եկել, որ մենք ընդհանուր հայտարարի գանք։ Ես հասկանում եմ, որ մեր հարաբերությունները առաջվա նման չեն լինելու, դա պարզ է։ Բայց գոնե պիտի կարողանանք ընդհանուր լեզու գտնել ու, չգիտեմ, նորմալ շփում պահպանել։ Ես աղոթում եմ, որ հանկարծ Սոնային ինչ-որ բան չլինի։ Ես չեմ ուզում, որ ինքը մեր թշնամության հաջորդ զոհը դառնա։ Մեր երեխան դեռ չի ծնվել, բայց լիքը հարցեր կան, որ մենք դրա պատասխանը ուղղակի չունենք ու դա սարսափելի է։ Պատասխաններ պետք չի օրինել։ Որովհետև ամենասիրուն փաթեթավորված սուտն էլ մի օր պարզ է դառնում ու շատ ցավալի է լինում։ Երբ որ քեզ ամենահարազատ մարդկանցից մեկը քեզ խաբել է։ Գիտես Նարա, ես չեմ ուզում, որ ինքն էլ ապրի իր կյանքի կեսը իմանալով մի բան, հետո կեսից իմանա, որ ամբողջ ապրած կյանքը սուտ է եղել։ Հայկ, կան բաներ, որ դու մարդուն չես ասում, որ իրան չցավացնես։ Որովհետև երբ որ իմանում է ճիշտը, դրանից իր ցավը ավելի է մեծանում։ Ու նաև քո ցավն է դրանից ավելի շատանում, երբ որ դիմացինից սկսում է տառապել։ Չկա տենց բան։ Երբ որ խաբում ես, առաջինը մտածում ես քո մասին, ոչ թե դիմացինիդ։ Չէ, տենց չի։ Տենց է, Նարը, տենց է։ Մտածում ես նրա մասին առաջինը, որ չկորցնես այն, ինչ ունես։ Դրա համար խաբում ես։ Բայց չես մտածում, որ մարդը կգնա ու չի ների քեզ։ Եթե չի ներելու ինչ տարբերություն երբ կիմանա։
Իսկ ով է ասում, որ ես քեզ չէի ներելու։ Հորը տարածի մեջ քո մեղքի բաժինը ո՞րն էր։ Դու գիտես ես քեզ ինչի սիրեցի։ Սիրեցի քեզ հաշվի չառնելով մեր ընտանիքների թշնամությունը։ Որովհետև այդ ամեն ինչի մեջ գտել էի քեզ ու դու այդ արդարության հատիկն էիր։ Ու ես պատրաստ էի դեմ գնալ ամեն ինչին ու եթե պետք լիներ քեզ վերցնել ու գնալ հեռու։ Ճիշտ է, դժվար կլիներ։ Շատ բարդ կլիներ, բայց կանեի, որովհետև քեզ շատ եմ սիրել։ Բայց դու ասում էիր, որ Ես չեմ ասում, որ հեշտ կլիներ։ Չէ, շատ բարդ էր լինելու, բայց ես պատրաստ էի դրան։ Էլի եմ ասում, պատրաստ էի անգամ քեզ վերցնել ու գնալ ամեն ինչից ու բոլորից հեռու։ Գիտես, մարդուն կարաս մարմնիդ ամեն բջիջով սիրես, բայց այդ սերը զրոյանում է, երբ որ հասկանում ես, որ այդ մարդը քո հետ անկեղծ չի եղել ու քեզ թիկունքից խփել է։ Դու մեղավոր չես հորը տարածի համար։ Դու մեղավոր ես նրա համար, որ ամենակարևոր պահին իմ հետ անկեղծ չես եղել։ Եթե քեզ լավ ես զգում, արի գնանք հիվանդանոց։ Վրամ, ես վախենում եմ այն մտքից, որ մի օր այս լարվածությունը ուղղակի մեր հարաբերությունների վրա կանդրադառնա ու մեզնից մեկը կհոգնի ու կհանձնվի ու հետ քայլ կանի։ Սոն, ես շատ լավ գիտեմ, որ մեր տանը քո համար հեշտ չի։ Գիտեմ, որ լսում ես ամեն օր ու տեսնում ես շատ բաներ, որոնք քեզ տհաճ են, որոնք քեզ նեղացնում ու ցավացնում են։ Ու գիտեմ, որ այդտեղ իմ մեղքի բաժինն էլ կա։ Սոն, բայց այդ տնից թողել ու գնալ չի լինի։ Այդ իմ տունն է։ Ու ես իրանց միակ տղեն եմ։ Ու բացի այդ, իմ հերը հիմա այն վիճակում չի, որ կարենամ հանգիստ թողեմ ու դուրս գամ։ Սոն, ես քեզ խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։ Խոսք եմ տալիս, որ կաշխատեմ իմ վրա ու նենց կանեմ, որ դու այդ խոսակցություններին ներկա չես լինի։ Գիտեմ, մեծ դժվար է լինելու։ Տես, ես չգիտեմ ինչքանով դա կլինի, թե չէ, բայց գիտեմ մի բան, որ դրանք քեզ չեն հասնի։ Սոն, իմ հերն ու մերն են։ Վատն են, լավն են, ճիշտ են, սխալ են, էդ են։ Ես գիտեմ, որ բարդ բնավորություն ունեմ, բայց դե հիմա ինչ անենք, մենք էլ պիտի իրանց ընդունենք նենց ոնց կան։ Խոսք եմ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միշտ հիշի, Սոն, ցանկացած պարագայում ես քո կողքն եմ, լավ։ Դե քիթդ մի կախի։ Խոստանում ես։ Հաբա ոնց։
Ասա։ Պարոն Ադամյան, օֆիսում շատ լուրջ խնդիրներ ունենք։ Դուք երբ եք գալու։ Մենք չգիտենք ինչ լուծում տալ։ Ես հիմա չեմ կարող եմ բոլոր խնդիրները հետո։ Կներեք, բայց սա սովորական խնդիր չի։ Այսօր պիտի 5 բեռնատար լուսադեմին ուղարկեինք Վրաստան, բայց ապրանքը բարձելու համար ընդամենը 3 բեռնատար ունենք։ Չհասկացա։ Մինչև էս էլ մեկը վաճառել էիք։ Հիմա էլ պարզվում է, որ թղթերով էլի երկուսն էլ են վաճառված։ Ես հիմա ինչ անեմ։ Մենք հստակ ապրանքի թվով պայմանագրեր ունենք ստորագրած։ Չեմ հասկանում ինչա նշանակում 2 բեռնատար վաճառված է։ Խաղալիք է, հա, վաճառվում է ու այդ ընթացքի մասին ոչ մեկը չի իմանում։ Ես եմ ու շատ լուրջ խնդիրներ ունեմ, չեմ կարողանում օֆիս գամ։ Սենց եք հա պահում օֆիսը։ Իհարկե կներեք, բայց մենք ինչ անենք, եթե վաճառքի բոլոր թղթերի տակ Սարգիս Ադամյանի ստորագրությունն է դրված։ Լավ, համբերեք կգան մի բան կանենք։ Այ արմով, այ Հրամակած համարն այս պահին անհասանելի է։ Անասուն։ Սարգիս, կասեք վերջապես ինչու եք որոշել ինքնասպանություն գործել։ Չէ, դուք սխալ եք հասկացել։ Ամուսինս չի փորձել ինքնասպան լինել։ Ուղղակի ես վերջերս առողջական խնդիրներ ունի ու չի հիշում հաբը խմել է, թե չէ։ Տենց ջրի մեջ խառնում ենք, փշրում ենք, որ խմի։ Ու հեսօր էլ երևի չի հիշել, մի հաբի փոխարեն 2 կամ 3-ն է փշրել։ Տիկին, խնդրում եմ մի միջամտեք։ Հերթը ձեզ էլ կհասնի։ Ու հասկացեք, խոսքը 1 կամ 2 հաբի մասին չի։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ։ Բաժակն իմն է եղել։ Դևերը ես եմ լցրել։ Ու Սոնայի հանդեպ ոչ մի բան չի եղել։ Հասկացեք, Սոնան մեր տղայի կինն է։ Մեր երեխին է, ոնց կարող ենք վնասելու մասին մտածել։ Կներեք։ Լսում եմ։ Լավ։ Լավ, գալիս եմ։ Ոչ ոքի ներս չթողնեք։ Միջիմ գալը։ Բարի։ Ես հիմա գնում եմ և ամենայն հավանականությամբ շուտով ձեզ բաժին կկանչեն։ Ու մի բան էլ։ Ինձ նոր հիվանդանոցի զանգարեցին։ Սոնան ուշքի է եկել։ Հիմա մնում է հուսալ, որ Սոնայի և ձեր բացատրությունները կհամապատասխանեն իրար։ Մի բան էլ, ձեր հարսի հայրը, ձեր տանը, ձեր վրա ատրճանակ էր պահել։ Դուք կարող եք բողոքել։ Ուզում եք բողոքել, Սարգիս։ Որ տեսնում եմ, ուզում եմ սպանեմ։ Չնայած մյուս կողմից էլ ամենաահավոր իրավիճակում ինքն է հիմա։ Վրամի վիճակը հələ նոր է ահավոր դառնալու Լիլիթ։ Թող մի քիչ ուրախանա, քանի ոչ մի բան չենք արել։ Հեսա Սոնան արթնանա, այն ժամանակ կանելու ենք այն ինչ պիտի անենք։ Լսի, Սոնան Վրամին սիրում է։ Վրամն էլ Սոնային։ Ու մենք չգիտենք էլ իրականում ինչ է կատարվել այնտեղ։ Լիլիթ, ստեղ բարձրագույն կրթություն պետք չի ունենալ, որ հասկանալ ինչ է եղել։ Ստեղ երկու տարբերակ կա։ Կամ քրոջս հասրել են այն կետին, որ կյանքին վերջ տա, կամ է խաբելով խմասրել են, որ ինքնասպանության տակ անցկացնեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Լիլիթ ջան։ Եկմոնորություն կա։ Չէ, մենք ստեղ ենք եղել։ Եկեք վերև բարձրանանք, կհասկանանք։ Դու չես գալիս վերև։ Չէ, ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում։ Մի քիչ մաքուրոց շնչեմ կբարձրանամ։
Իսկ կարող է ամեն դեպքում տուն գնաս։ Չէ, դու գնա, ես հետո կբարձրանամ։ Մի րոպե սպասեք, էլի։ Լսում եմ։ Ոնց է Սոնան, հիմա բոլոր վտանգները անցել են։ Կարևորը նա է, որ գիտակցության է եկել, բայց մի շարք այլ անալիզներ կան, որ պիտի հանձնենք այլ ախտահարումների մասին տեղեկություններ ունենալու համար։ Իսկ կարամ ես կնոջս տեսնեմ, թեկուզ մի պահ։ Կներեք, տեսակցությունները խստի վարգելված են, սա սովորական դեպք չէ, ոստիկանությունն էլ է խառնվել այս գործին։ Ինձ հստակ զգուշացրել եմ, որ մինչ քննիչի գալը ոչ ոքի թույլ չտամ ներս մտնեն։